Դուք Սուրբ Հոգու տաճար եք եւ Աստծո Սուրբ Հոգին է բնակվում ձեր մեջ, ասում է Պողոս առաքյալը։ Եվ ոչ ոք իրավունք չունի Աստծո Սուրբ տաճարը վերցնել եւ բացել։ Ինչն է Սուրբ Հոգու տաճարը։ Մարմինը մարդու, իսկ բնակիչը հոգին է։ Եվ ընդհանրապես եկեղեցին էլ Սուրբ տաճար է կոչվում։ Ինչպես մարդը ջրով մաքրվում է, միրոնով օծվում, երկնավոր հոր ժառանգ է դառնում, Քրիստոսին ժառանգակից եւ Սուրբ Հոգու տաճար, այդպես էլ Սուրբ եկեղեցին։ Ջրով լվանում են, գինով լվանում են, միրոնով օծում են եւ դառնում է Սուրբ Հոգու տաճար։ Այսինքն Աստված է բնակվում մարդու մեջ։ Կնիքին չէ, անխախտելի դրոշմ, նշան։ Երբ որ մարդը մկրտվում է, երբ որ եկեղեցին օծվում է, Սուրբ Հոգին է սկսում բնակվել տաճարի մեջ։ Հիմա բայց ցավոք սրտի, թե մարդու մեջ եւ թե եկեղեցում էլ կարող են մեղքեր գործել։ Համաձայն ենք։ Ինչպես եղավ, որ Սուրբ Հոգին բնակվեց մեր մեջ եւ Սուրբ Հոգուն օծվեց, եկեղեցին Սուրբ տաճար դարձավ, բայց թե մարդու մեջ եւ թե եկեղեցու մեջ մեղքեր կարող են գործվել։ Մարդու մեջ ինչպես է մեղքը մուտք գործում, մտքից մուտք է գործում եւ սկսում է քանդել այն խաղաղությունը, որ Սուրբ Հոգին տալիս է մեզ, այն ուրախությունը, երջանկությունը խախտվում է մեր պատճառով։ Մենք մեր մտքի դռները բացում ենք, մեր զգայարանները, աչքերը, ակաժները, ոտքերը բացում ենք թշնամու համը եւ հրավիրում ենք մեր տաճար եւ սկսում ենք աղծել ինքնես մեր տաճարը, Սուրբ Հոգու տաճարը։ Պողոս առաքյալն ասում է, ով Սուրբ Հոգու տաճարը բացի, Աստված էլ նրան պետք է պատժի, հա, որտեղ մեր մարմինը Սուրբ Հոգու տաճար է, մենք Սուրբ պետք է պահենք։ Եվ երբ անդրադառնում ենք, հա, ուզում ենք նորից վերականգնել մեր Սուրբ Հոգու տաճարը, մաքրել, սրբել, ինչպես քանդված, խախտված, խոնարհված, բացված տաճարները վերականգնում են, վերաօծում են, հա։ Իսկ մեր տաճարը ինչպես է վերաօծվում։ Նորից չենք կնքվում, այլ Սուրբ խոստովանության խորհուրդով ենք մաքրվում, արտասուքներով ենք օծվում, ոչ թե միրոնով, նորից միրոնով մեկ անգամ ենք օծվում, արտասուքներով ընդմիշտ, միշտ ենք մաքրում մեր տաճարը, սրբում, օծվում, նորից Սուրբ Հոգին գալիս է մեր մեջ, նորից մենք խաղաղվում ենք, երջանկանում ենք։ Ուրեմն, տեսեք, մեր տաճար մտքի միջոցով մտավ, բայց եկեղեցու տաճարը ինչպես է մտնում։ Մարդկանց միջոցով կարող է մտնել։ Դուք տեսել եք, երբ որ գիշեր է լինում, մարդիկ չեն լինում եկեղեցում, աղմուկ, աղաղակ, գնալ, գալ, խոսել չի լինում, ինչքան խաղաղ է եկեղեցում։ Հատկապես գիշերային աղոթքները ինչքան զորավոր են լինում, երբ որ ոչ ոք չի լինում, դու մենակ նստում ես տաճարի մեջ, իրապես կենթանի Սուրբ Հոգու ներկայությունն ես զգում, ոնց որ երկինքը բացվի։ Հատկապես այնպիսի վայրեր, որ կտրված են աշխարհից, վանքեր են, սրբատեղիներ են, նշանավոր նշխարներ կան։ Երբ որ մարդ չի լինում, այն ժամանակ ավելի է զգում Սուրբ Հոգու ներկայությունը։ Իսկ մարդը մտնում է իր հետ իր աշխարհը բերում։ Իր մտածելակերպը, իր խառը վիճակը, դու մտար եկեղեցի, դու իմացի մտել ես տիեզերք, դու անմիջապես պետք է խաղաղվես, այդ բոլոր օտար ազդեցությունները պետք է հեռացնես քեզանից, կտրես, բոլոր չար հաճախակալությունները պետք է հեռացնես, ուղիղ կապ հաստատես Աստծո հետ, երկնքի հետ, եւ այն ժամանակ դու կզգաս Տիրոջ ներկայությունը։ Բայց մենք ինչ ենք անում, մեր աշխարհը, մեր իր մտածումներով, իր հոգսերով բերում ենք, մտցնում ենք տաճար, ուզում ենք այդ աշխարհը, այդ մեր մեղավոր աշխարհը տեղափոխել երկինք։ Հիմա ուզում եմ բացատրել, թե ինչ եմ ուզում ասել։ Երկինքի խաղաղությունը ուզում ենք խռովեցնել։
Երկինք խաղը խռովք չի ընդունում։ Ինչպես ենք մենք երկնքի խաղաղությունը խռովեցնում մեր ներկայությամբ տաճարում Սուրբ եկեղեցում։ Երբ որ մենք կանգնում ենք աղոթքի ու նյութական բաներ ենք խնդրում։ Առողջություն լինի, հաջողություն լինի, ամեն ինչ կլինի, առողջություն լինի, հաջողություն լինի, էս լինի, այն լինի, էլ լինի։ Այդ մեր այս խառը քաոսը պարտադրում ենք երկնքին։ Առողջություն, հաջողություն, տուր երկինքը ասում, այլ մի հատ խաղաղվի։ Երկնքի արքայություն, Աստծո արդարությունը խնդրի։ Տեսնում ես ինչ խաղաղ է երկնքում, հələ մի հատ դու մտի այդ խաղաղության մեջ, քեզ ոչինչ պետք չի։ Ինչքան առողջություն կա, կտա Աստված, ինչքան հաջողություն օգտակար է, կտա քեզ, կտա։ Բայց դու հələ տես ինչ ասում քեզ Աստված։ Հələ տես դու ուր ես մտել, ինչ խաղաղություն է քո մեջ հաստատվել։ Հիմա տեսեք մեր միջոցով չարը կարող է մտնել եկեղեցի դուրս։ Եկեղեցի երբեմն բերում են դիվահարներ։ Դիվահար մարդիկ են բերում եւ խնդրում որ քահանան աղոթք կանի։ Եվ բնականաբար եկեղեցու այդ սրբություններից, ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում, սարսափում է դևը։ Ասում է վախեցում է սպիտակ զգեստներով մարդուց։ Սպիտակ զգեստներով մարդիկ ովք են սուրբերի նշխարներն են, ոսկորները, որ եկեղեցու մեջ են դրանք։ Այդ հենց սուրբերի նշխարները պատահական չէ որ դրել են եկեղեցու հիմքերում, որ դա լինի ապաշխարության վայր, մեղքերի թողության վրա, Աստծո զորության եւ դևերի հալածելու տեղ։ Եվ այդպես էլ կա։ Երբ որ գալ հատկապես օծյալ քահանայի ձեռնադրված իշխանությամբ, երբ որ դիվահալած կարգ է անում, հավատքով եւ կյանքի փորձառությամբ, անպայման ազդում է դևի վրա, ինքը չի դիմանում։ Հիմա տեսեք, մենք էլ բոլորս էլ մեր մտքի մեջ խառն ենք, հա? Բայց ուրիշ բան է, որ դիվահար է լինում մարդը, դևերը բնակվում են, մեջը դրա ռեակցիան ուրիշ է աղոթքի հանդեպ։ Մենք էլ երբեմն չար խորհուրդներով, պղտոր մտքով մտնում ենք եկեղեցի, բայց այն աստիճանը չի ինչ որ դիվահարը լրիվ ուրիշ է։ Մենք էլ դևերի ազդեցության տակ ենք երբեմն լինում մտքով, սրտով կարող է մարմնով, բայց երբ որ մարդը դիվահար է, ինքը աղոթքի ժամանակ կամ դիվահալած կարգի ժամանակ եկեղեցում Սուրբ Խաչի զորությունից փախչում է, չի դիմանում, սարսափում է, այրվում է, հա? Եվ կարծես հենց դա էլ սահմանն է, որ երբ որ մարդը չի դիմանում աղոթքին, այրվում է աղոթքից կամ փախչում է եկեղեցուց կամ դիվահալած կարգից, որ մեջ դև կա։ Մենք երբեմն ցանցրանում ենք աղոթքի ժամանակ, թուլանում ենք, տկարանում ենք, բայց չենք փախչում, երբ որ գիտակցում ենք հետ ենք դառնում եկեղեցի, էլի ուզում ենք աղոթել, հա? Այսինքն հետ ենք դառնում, բայց դերը փախչում է աղոթքից, չի դիմանում, այրվում է աղոթքից։ Ուրեմն մենք Սուրբ Հոգու տաճար ենք, եւ Աստծո Սուրբ Հոգին է մեր մեջ բնակվում, եւ որևէ պատճառով Աստծո Սուրբ տաճարը չպետք է բացենք։ Ամեն։